Փոքր տոկոսի և երկար ժամանակի շնորհիվ բարդ տոկոսը կարող է օգնել զգալիորեն մեծացնել ներդրումային պորտֆելը։ Բարդ տոկոսը ստացված տոկոսների վերաներդրումն է ներդրման մայր գումարի մեջ։ Երբ դուք վերաներդրում եք տոկոսը տոկոսի վրա, ձեր ներդրումները ժամանակի ընթացքում կարող են աճել։ Այս գաղափարը կարող է մի փոքր վերացական թվալ։ Ուստի եկեք դիտարկենք մի հիպոթետիկ սցենար։ Բարդ տոկոսի պոտենցիալ ուժն ավելի լավ հասկանալու համար։ Ենթադրենք կան երկու ներդրողներ, որոնցից յուրաքանչյուրն ունի $10,000 մեկնարկային հաշվեկշիռ։ Նրանք երկուսն էլ որոշում են գնել նույնանման ներդրում, նույն օրը և երկուսն էլ ծրագրում են պահել իրենց ներդրումները 30 տարի։ Սակայն ներդրողներից մեկը ծրագրում է հանել տոկոսները յուրաքանչյուր տարվա վերջում, մինչդեռ մյուսը ծրագրում է վերաներդրել տոկոսները և թույլ տալ, որ դրանք բարդանան։ Եկեք տեղափոխվենք 30 տարի առաջ, տեսնելու պոտենցիալ եկամտաբերության տարբերությունը։ Այս օրինակում ենթադրենք, որ ներդրումն ապահովում է տարեկան 7%։ Ամեն տարի տոկոսները հանող ներդրողը տարեկան վաստակած կլիներ $700։ 30 տարվա ընթացքում եկամուտը կկազմեր ընդհանուր $21,000։ Բայց եկեք տեսնենք, թե որքան մեծ տարբերություն կարող էր տալ տոկոսների վերաներդրումը։ Այն ներդրողը, ով վերաներդրել է տոկոսները, 30-ամյա ժամանակահատվածում հնարավոր է վաստակած լիներ $66,123։ Սա ավելի քան 3 անգամ գերազանցում է մյուս ներդրողի եկամուտը։ Այս օրինակը լուսաբանում է բարդ տոկոսի ուժը։ Այժմ եկեք դիտարկենք հաջորդ մակարդակը և քննարկենք ժամանակի կարևորությունը։ Երկար ժամանակահատվածում տոկոսների բարդացումը պոտենցիալ կերպով կարող է հանգեցնել ներդրման զգալի աճի։ Եկեք դիտարկենք ևս մեկ հիպոթետիկ օրինակ, հասկանալու համար, թե որքան կարևոր է ժամանակը բարդացման համար։ Ենթադրենք երկու ներդրողներ ունեն պորտֆելներ, յուրաքանչյուրը $100,000 արժողությամբ։ Պորտֆելները պարունակում են նույնանման ներդրումներ։ Ամեն տարի երկու ներդրողներն էլ խնայեն և ներդնեն լրացուցիչ $10,000։ Եվ ենթադրենք, որ տոկոսների բարդացման շնորհիվ նրանց պորտֆելներն աճում են տարեկան 7%-ով։ Ներդրողներից մեկին գումարը անհրաժեշտ է թոշակի անցնելու 15 տարի հետո։ Մյուսին գումարը պետք կգա թոշակի անցնելու համար 30 տարի հետո։ Տեսնենք, թե ինչ տարբերություն կարող է տալ 15 տարին։ 15 տարվա վերջում ներդրողի պորտֆելը կլինի $527,133։ Այժմ տեսնենք, թե որքան կվաստակեր մյուս ներդրողը։ Ինչպես տեսնում եք, լրացուցիչ 15 տարվա բարդացումը հանգեցրեց նրան, որ նրանց պորտֆելը հասավ $1,705,833։ Դա ավելի քան 3 անգամ գերազանցում է մյուս ներդրողի եկամուտը։ Այժմ, երբ հասկանում եք, թե ինչպես կարող է ժամանակը ազդել աճի, եկեք քննարկենք 3 եղանակ, թե ինչպես կարող եք օգտագործել բարդ տոկոսի ուժը։ Սկսեք ներդնել վաղ։ Յուրաքանչյուր դեպքում, որքան շուտ սկսեք, այնքան շուտ կկարողանաք սկսել օգտվել ժամանակի առավելությունից։ Վերաներդրեք եկամուտները։ Ներդրումների ոլորտում եկամուտները սովորաբար լինում են կապիտալի աճի և շահութաբաժինների կամ դիվիդենդների տեսքով։ Որոշ բրոկերներ կարող են թույլ տալ ձեզ ավտոմատ կերպով վերաներդրել այդ եկամուտները։ Խուսափեք չափազանց մեծ ռիսկից։ Բարդ տոկոսն աշխատում է միայն այն դեպքում, երբ դուք շահույթ եք ստանում ձեր ներդրումից։ Խուսափեք ռիսկերից, որոնք կարող են հանգեցնել մեծ կորուստների։ Իհարկե, կայուն կերպով շահույթ ստանալն ավելի հեշտ է ասել, քան անել։ Ներդրումները երբեմն գումար են վաստակում, իսկ երբեմն կորցնում։ Դուք չեք կարող երաշխավորել, որ ձեր ներդրումները գումար կբերեն, բայց դուք կարող եք խուսափել չափազանց մեծ ռիսկի դիմելուց։ Այնպիսի միջոցները, ինչպիսիք են պորտֆելի բաշխումը տարբեր ակտիվների դասերի միջև և պորտֆելի դիվերսիֆիկացումը, կարող են օգնել նվազեցնել ռիսկի մի մասը։ Որովհետև, երբ խոսքը վերաբերում է բարդ տոկոսին, դանդաղ և կայուն սկզբունքը կարող է լինել չափազանց արդյունավետ մոտեցում։